Իսրայելը զորքեր է ուղարկել Ադրբեջան Իրանի դեմ պատերազմի ժամանակ, որպես տարածաշրջանում գաղտնի հետախուզական ու ռազմական ցանցի մաս հայտնել է CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի։ Ժամեր անց Ադրբեջանը հերքել է լրատվամիջոցի պնդումը։ Իրանի Սիրիկ և Քեշ կղզիները թիրախավորելուն ի պատասխան Իրանը հարվածել է Քուվեյթի ամերիկյան ռազմական օբյեկտներին և Բահրեյնում Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի ենթակառուցվածքներին։ Քուվեյթը հայտարարել է, որ հետ է մղել հարվածները։ Ազովի ծովում հացահատիկ տեղափոխող նավերի վրա անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է 5 ադրբեջանցի նավաստի։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը հայտարարել է, որ հարձակումների հետևում կանգնած է Կիևի ռեժիմը։ 185-ը 185-ի դիմաց Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել։ Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը Թրամփի փեսայի աջակցությամբ կառուցվող շքեղ հանգստավայրի դեմ։ Ալբանիան պատկանում է ալբանացի ժողովրդին և մենք ենք որոշում, ինչ ենք ցանկանում այստեղ անել, բողոքի ակցիայի ժամանակ ասել են ցուցարարները։ Իտալիայի պաշտպանության նախարարը կոչ է արել Եվրամիության 27 երկրներին և ևս 13 այլ երկրի ստեղծել նոր պաշտպանական դաշինք։ Էրդողանի որդին ժամանել է Սանկտ Պետերբուրգ մասնակցելու միջազգային տնտեսական ֆորումին։ Սթարմերը կոչ է արել Իլոն Մասկին չմիջամտել Մեծ Բրիտանիայի ներքին գործերին այն դեպքից հետո, երբ 18-ամյա տղան էր սպանվել ցույցի ժամանակ, իսկ Մասկը քննադատել է բրիտանական ոստիկանությանը սպիտակամորթների նկատմամբ կողմնակալության համար։ Անիա Բաղյան, Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։